Երեք թե դուք, թե Ադրբեջանի նախագահը տարբեր հարթակներից այս թեմայի մասին խոսեցիք ըստ էության հաստատելով, որ հարաբերական անդորր է, չկան գրախոսներ, վիրավորներ, կա առևտուր, նաև հույս հայտնեցիք, որ արտահանում կիրականացվի դեպի Ադրբեջան, արդյոք հասունացել է պահը եւ մինչեւ ընտրություններ հնարավոր համարում եք փաստաթղթի վերջնական ստորագրումը, հատկապես փորձագիտական շրջանում ապրիլն է նշվում այդ ժամանակահատվածը, այս մասով կա փոխըմբռնում եւ սա փաստաթղթը կապ ունի, փոխկապակցված է տարածաշրջանային հաղորդակցությունների կամ թրիփի կենսունակության հետ։ Շնորհակալություն։ Տեսեք, դուք ասացիք, որ ես եւ Ադրբեջանի նախագահը խոսել ենք հարաբերական կայունության մասին, մենք չենք խոսել հարաբերական, ես ինչքան ծանոթ եմ, ես չեմ խոսել հարաբերական կայունության մասին։ Ինչքան ծանոթ եմ, Ադրբեջանի նախագահն էլ չի խոսել հարաբերական կայունության մասին։ Ես խոսել եմ խաղաղության մասին, ինչքան տեղյակ եմ, Ադրբեջանի նախագահն էլ է խոսել խաղաղության մասին։ Այսինքն հասկանում եք, տեսեք, հարաբերական կայունությունը ուրիշ բան է, խաղաղությունը ուրիշ բան է։ Մենք խոսում ենք խաղաղության մասին։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այդ ուղղությամբ լուր, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք արվում է, բայց ես ասեմ, ես կասկած չունեմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի։ Հիմա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Բայց շատ կարևոր է արձանագրել եւ թերևս առաջին անգամ է, կամ առաջին անգամ եթե չէ, հիմա արդեն ավելի հստակ է այդ համընկնումը Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չլինելու եւ նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ Մենք հիմա խոսում ենք խաղաղությունը ամրապնդելու եւ խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին։ Եվ այս առումով ավար կարևոր են ներքաղաքական process-ները թե Հայաստանում, թե Ադրբեջանում կարևոր, որովհետեւ Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում էլ կան, ճիշտն ասած Ադրբեջանի ներքաղաքական կյանքին շատ մանրամասներով ծանոթ չեմ, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությամբ եւ պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պետքա տեր կանգնենք հաստատված խաղաղությանը եւ այն դարձնենք անշրջելի։ Եվ երեք ես Եվրոպական խորհրդարանի ամբիոնից առիթ ունեցա դրա մասին խոսել։